Բարև ձեզ, եթերում դիսկուրսի հերթական թողարկումն է, որն իրականացվում է բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ֆինանսական աջակցությամբ։ Այսօր իմ հյուրերի հետ կքննարկենք մի թեմա, որը տեսանելի քաղաքական օրակարգում դեռևս հրատապ հարց չէ, բայց կարող է առաջիկայում դառնալ բավական հետաքրքրական զարգացումների առիթ։ Մի քանի օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ կազմակերպության շրջանակում քննարկվում է արագ արձագանքման ուժերի անդամ երկրների հասարակական կարգուկանոնի վերականգնման գործընթացում ներգրավվելու հնարավորությունների հարցը։ Այսինքն խոսքը գնում է այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերը կարող են ներգրավվել անդամ երկրներում հասարակական զարգացումներին, հասարակական կարգուկանոնի վերականգնմանը։ Արտաքին ուժերը պետք է ազդեցություն ունենան, բայց ոչ ռադիկալ ձևով։ Ոնց որ ասած, ավելի շատ իշխանությունների համար պրեստիժի հարց կլինի, որ ամեն ինչ նորմալ լինի։ Չեմ կարծում, քանի որ դա խոսում է մեր երկրի թուլության մասին եւ մեր հեղինակությունը կընկնի այդ դեպքում։ Ով կուզի իր տակ կռիվը ուրիշ մեկի երրորդ միկումը գալուց է։ Չեմ կարծում, դրսի ուժերը պետք է խառնվեն մեր ներքին հարցերին։ Կարծում եմ, մեր հանրապետությունը ունի այդպիսի պոտենցիալ, որ կարողանա կարգավորել ցանկացած խնդիր։ Եթե բարեկամ պետություններ են, ուզում են մեր լավը, ուզում են, որ Հայաստանում լինի խաղաղություն եւ իրոք նրանք կարող են մեզ օգնել, օգնությունից հրաժարվել պետք չի։ Պետք է ինքներս համախմբվենք եւ լուծումներ գտնենք։ Թեմայի շուրջ խոսելու համար մենք այսօր հրավիրել ենք սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանին եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին։ Բարոյ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Եղիազարյան, առաջին հարցս ուզում եմ ուղղել ձեզ որպես քաղաքական ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ։ Արդյոք քննարկվող հարցի մեջ դուք չեք տեսնում վտանգ ներքին գործընթացներում արտաքին ուժերի ներգրավվածության ուժային լուծումների առումով։ Դուք հարցը շատ ճիշտ եք բարձրացրել եւ ասեմ ձեզ, որ նույնիսկ ինձ թվում է, որ Բորդյուժան ինչ-որտեղ միտքը սխալ է ձևակերպել։ Եվ որտեղ ասած։ Ես հասկանում եմ, որ իրոք տարբեր երկրներում կարող են լինել պահեր, որտեղ անհրաժեշտ լինի, ասենք, նման ուժի կիրառումը։ Ես նկատում եմ կոլեկտիվ անվտանգության ավելի կազմակերպված միջոցներով ավելի կազմակերպված ուժերի կիրառումը։ Այդպիսի դեպք եղավ անցյալ տարի եւ եղավ մի քանի տարի առաջ նույն Կիրգիզիայում հայտնի դեպքերը, երբ սանամեջ շրջաններում սկսեցին ուզբեկ էթնիկ փոքրամասնություններին ուղակի ոչնչացնել։ Իհարկե դա լայն արձագանք չգտավ, դրա մասին չխոսվեց երկար, բայց եղան հարյուրավոր զոհեր։ Այսինքն պետք է հաշվի առնել, որ կիրգիզները կանել պատրաստ չէին այդ ամեն ինչը դիմակայելու եւ կանգնացնելու սպանդը։ Եվ հավելյալ կարիք է առաջանում։ Էթնիկ փոքրամասնության։ Այո, նման պարագաներում կարող է առաջանալ։ Հայաստանում մենք նման բախումների ոչ մի հեռանկար չունենք։ Եվ եթե Հայաստանում նման ուժերը կիրառվեն, ես չեմ կարող ասել, թե եւ չեմ կարող ասել որտեղ են մարդը, որ ի վիճակի է բանաձևելու, թե երբ է անցնում, երբ է գալիս են պահը, որ պետք է կոլեկտիվ անվտանգության հատուկ ստորաբաժանումները մտնեն տվյալ երկիր։ Այդ բանաձևը ուղղակի անհնար է գտնել։ Դե ըստ Բորդյուժայի հիմա հենց այդ բանաձևի որոնման աշխատանքներն են կատարվում։ Դա շատ երկար իմ կարծիքով կորոնեն եւ չեն գտնի։ Որտեվ հնարավոր չի գտնել սև կատվին մութ սենյակում այն պարագայում, երբ որ կատուն էլ սենյակում չի։ Պարոն Գրիգորյան, ձեր կարծիքով չեն գտնի արդյոք մեխանիզմները, եթե սկսել են որոնել։ Չկա արդյոք քաղաքական։ Չէ, նախ ուզում եմ ասել, որ պետք է մենք հիշենք, որն է կոլեկտիվ անվտանգության այդ պայմանագրի գլխավոր ֆունկցիան։ Գլխավոր ֆունկցիան ոչ թե միջամտելն է ներքին գործերի մեջ, այլ առաջի հերթին գլխավոր ֆունկցիան է պաշտպանել այդ երկրներին դրսի ներխուժումից կամ ագրեսիայից։ Նույն ՆԱՏՕ-ն ասենք վերցնա։
Իդեպ ասեմ, այդ երկու կազմակերպությունները, եթե ստրուկտուրան նայեք, եթե նայեք իրենք այդ գլխավոր փաստաթղթերը, հիմնական փաստաթղթերը պայմանագրի հետ կապված շատ բավական նման են։ Դուք ինչ է դա նշանակում։ Դա նշանակում այդ 7 երկրներ հապկի, չէ՞։ Ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն պաշտպանելու են իրար, եթե դրսի ագրեսիան լինի։ Ուրեմն ֆունկցիան այլ է, ինչի հետ է կապված, որ ուզում են այդ կազմակերպության այլ ֆունկցիա տան, ասենք միջամտելու ներքին գործերի մեջ, այդ ուրիշ խնդիր է, պետք է մտածենք, բայց ես նաև ուզում եմ մեկ բան ասել։ Պարզա որ ուժ կիրառելը, ասենք պետության դեմ, դա, գիտեք, միջազգային նորմերի համաձայն տրված է միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Այն, որ ստեղծվեց կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակում խաղապահ ուժերը, այդ հասկացանք։ Դրա մեջ իմ կարծիքով տրամաբանություն կա, բայց ուժ կիրառել այդ ուժը կարող է միայն մի դեպքում, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խաղապահների մասին չի, պարոն Գրիգորյան, այլ արագ արձագանքման ուժեր են դրանք կոչվում, այսինքն իր էությամբ դա նույնն է գրեթե։ Դա գրեթե նույնն է իր էությամբ։ Ի վերջո նույն, ասենք, Լիբիայում անցկացված գործողությունները ռազմական ստացան ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի դաբրոն, կոպիտ ասած, չէ, ու կատարեցին։ Այնտեղ նյուանսներ կան, կարող են քննադատել, չհամաձայնվել, բայց այնուամենայնիվ առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ես չեմ պատկերացնում ոնց կարող են օգտագործել այս կամ այն ուժը։ Իրոք համաձայն եմ, որ ծագեց այդ գաղափարը Ղրղստանից հետո։ Եթե դուք հիշում եք, Ղրղստանի եւ ընդդիմությունը եւ իշխանությունը բոլորը ուզում էին, որ ինչ որ մի ուժ գա իրանց օգնի, բայց այն ժամանակ հապկա ու առաջերտին Ռուսաստանը որոշում չընդունեցին, չհամարձակվեցին որոշում ընդունել, միջամտել, քանի որ արձագանքը աշխարհի կարող է լինել ոչ adekvat, բայց ցանկացած դեպքում ես իրոք համարում եմ դա բավական տարօրինակ եւ ինչ որ չափով նույնիսկ վտանգավոր է այս ձևի վերաձևել, վերափոխել գաղափարը այդ հապկի, այդ միտքը այդ պայմանագրի։ Պարոն Եղեզարյան, դուք նշում եք, որ կորոնեն եւ չեն գտնի տարբերակները, բայց եթե դրվի քաղաքական խնդիր, այսինքն եթե դրվի խնդիր անպայմանորեն գտնել այդ մեխանիզմը քաղաքական ճնշումների միջոցով, չեք կարծում, որ Ռուսաստանին այդուամենայնիվ կհաջողվի առնվազն մի քանի անդամ երկրների ներգրավել այդ process-ի մեջ եւ իսկապես ստանալ մեխանիզմների շուրջ հավանություն։ Չեք տեսնում քաղաքական խնդիր է այստեղ դրված։ Նախ ասեմ, որ եկեք այս խնդրին նայենք երկու տարբեր կողմերից։ Առաջինը, կոլեկտիվ անվտանգությունը մեզ համար մեր պայմաններին ուղղակի մեր պայմաններից ելնելով լավագույն պայմանագրերից մեկն է ըստ ինձ։ Ինչու համար։ Տեսեք, Փառք Աստծո, վերջերս նախագահ Օբաման մի քանի օր առաջ հայտարարեց, որ Իրանի վրա հարձակում չի լինի։ Եվ դա շատ ոգևորող է, շատ կարևոր բան է մեզ համար, ոչ միայն մեզ համար, նաև Իրանի ժողովրդի համար, որ մարդիկ խուսափեն պատերազմից։ Մեր արևմուտքում Թուրքիան է։ Նույնիսկ այդ ֆուտբոլային, այսպես այդ ծիծաղելի դիվանագիտության պարագաներում էլ նույնիսկ այդ դեպքում Թուրքիայից պարբերաբար հնչում էին հակահայկական տարբեր տեսակի վայրահաճություններ։ Էլ չեմ ասում հիմա, ինչ են դեռ հնչեցնում։ Արևելքում Ադրբեջանն է։ Դե հյուսիսում էլ Վրաստանն է։ Եթե մի տեղ ունենք, այսպես ասած, երկու ճանապարհ ունենք մեր երկրից դուրս գալու, մեկ հյուսիս, մեկ հարավ, եթե այստեղ պատերազմ բռնկվեր, ապա Հայաստանը ընկնելու էր մի շատ ծանր կացության մեջ։ Ես բավական է, որ հեռուստադիտողին օրինակը բերեմ, հիշում եք ինչ կատարվեց մեզ հետ եւ Վրաստանում ընդհանուր 8 օր պատերազմ էր։ Պարոն Եղեզարյան, շատ լավ, հիմա ես կշարունակեմ։ Ագրեսիայից պաշտպանվելու առումով շատ լավ պայմանագիր է, 3 օր, այո, 3 օր հետո մենք չունեինք օրինակ վառելիք։ Իսկ 4-րդ օրվա համար արդեն մտածում եմ, որ հացի պաշարն է վերջանում։ Կոլեկտիվ անվտանգությունը այս պարագաներում Հայաստանի համար, որը 29,040 կիլոմետր է, տվեցին այդ ժամանակ ոչ ես ասեմ, չէ, դե կոլեկտիվ անվտանգության վառելիքը չվերջացավ, եթե վերջանար կտային։ Մի ինչ թվում է կտային։
Բայց խնդիրը նաև նրանում է, որ մենք ունենք Թուրքիայի հետ լրջագույն սահման եւ ունենք խնդիրներ, ինչպես արդեն այսօր արդեն ակնառու է այդ խնդիրները ոչ մի անգամ էլ չեն վերացել։ Շատ լավ, պարոն Եղիազարյան, այդ երկրորդ խնդիրը պաշտպանում են եւ պաշտպանեն։ Հիմա երկրորդ խնդիրը։ Փորձում են արդեն ներքին հասարակական խնդիրների միջամտել։ Հիմա երկրորդ խնդիրը։ Մեխանիզմ գտնել։ Ես էլ ասում եմ, որ երկրորդ խնդիրը ուղղակի լուծում չունի։ Տեսեք, արդեն Բորջոժան Հայաստանում ՀԱՊԿ նոր ռազմավարությունը եւ պլանավորվում է քննարկում, հենց առաջինը Հայաստանում քննարկեցին այդ իր հայտարարությունից մի քանի օր հետո ընդամենը։ Ասեմ ձեզ, ուրեմն ես իմ կարծիք ասացի, որ սա ապագա չունեցող քննարկումներ են, ապագա չունեցող, որտեղ ոչ մեկը չի կարող բանաձևել, թե երբ է գալիս այն պահը, որ նույնիսկ այդ օրենքը, ասենք թե абստրակտ պատկերացնենք, որ ընդունվեց։ Ոչ մեկը չի կարող ասել, թե երբ է գալիս այն պահը, երբ որ պետք է այդ ուժերը միջամտեն։ Այսինքն ինչ է դուրս գալիս։ Շատ կոպիտ բան։ Այն իշխանությանը գտնվող ցանկացած անձ, ցանկացած նախագահ կարող է վստահ լինել, որ իր թիկունքում ունի մի երրորդ ուժ, որը կգա եւ իրեն կպաշտպանի իր սեփական ժողովրդից։ Սա արդեն ծիծաղել է դառնում։ Դրա համար նա ունի անվտանգություն, դրա համար նա ունի ոստիկանություն, դրա համար կան հատուկ ստորաբաժանումներ, նույնիսկ ասեմ, որ անվտանգությունում մենք ունենք մի հսկա վարչություն, այսպես կոչված սահմանադրական կարգի պահպանման համար ուղղված, այսինքն ուժերը չեն բավականացնում կարգու կանոնները։ Եթե ուրեմն ես թվարկեցի, այդ ունի բանակ ի վերջո, հանիրավի ոնց որ մարտի 1-ին բանակը մտցրեցին եւ ռազմական հեղաշրջման արդյունքում նկան իշխանության։ Լավ, ասենք թե այս 5 ինստիտուտները չեն աշխատում երկրում եւ մնում է, որ ասենք գան կոլեկտիվ անվտանգությունից եւ մեզ կոլեկտիվ օգնության ենթարկեն, այսպես ասեմ, որ ուրիշ բառ չեմ կարողանում գտնել։ Այդ դեպքում ապա ում է պետք այդ իշխանությունը, այդ նախագահան, որ այդ մի ամբողջ ժողովուրդ պետության այդ 5 ինստիտուտները չեն կարողանում այդ խնդիրը լուծել, հույսերը մնացել է, որ կոլեկտիվ անվտանգությունից գան եւ իրենց, ասենք, օրասական ինչ-որ խնդրին լուծում տան։ Դուք ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ եք, ձեր համար զարմանալի է, որ իշխանությունը պահելու համար կարող է այս համակարգը նաեւ արտաքին օժանդակության։ Ես մարտի 1-ը օրինակ բերեցի, զոր օրինակ մարտի 1-ը։ Երբ որ տեսան, որ ընդրությունները կեղծված են, որ տեսան, որ ուղղակի հնարավորություն չունեն ոչի բան անելու, տեսան, որ իշխանությունը ուղղակի ձեռքներից գնում է, հանիրավի խախտելով սահմանադրությունը զորքեր մտցրեցին Երևան։ Այսինքն հիմա ինչ է դուրս գալիս, որ նման պարագայում ես նշեցի, որ հնարավոր չի դա իրագործել, որտեղ ոչ մեկը չի կարող ասել, չի կարող բանաձևել, թե երբ է գալիս այն պահը, երբ այդ ուժերը պետք է գան մեզ օգնության։ Երբ որ ես չեմ ցանկանում, ես ուզում եմ փոխել այս իշխանությունը եւ դուրս եմ եկել դրա համար փողոց, թե ես դուրս եմ եկել փողոց, որ ինչպես ասենք, թե Միջին Ասիայում եւ այնտեղ արդեն սպանություններ են, ուղղակի խառը սպանություններ են իրագործում։ Երբ են գալիս այդ ուժերը։ Դրա համար ասում եմ, որ դա հնարավոր չի բանաձևել, սա անիմաստ բան եմ համարում, իհարկե կողմնակից լինելով եւ կոլեկտիվ անվտանգության այդ ամբողջ համակարգին, քանի որ մենք գտնում ենք խայտարակ է մեր աշխարհագրությունը եւ մեր հարևաններն մի բարի պտուղ չեն, այս պարագաներում, բայց նման ինստիտուտ մտցնել այնտեղ համարում եմ, որ ինքից դուրս։ Պարոն Գրիգորյան, դուք նշեցիք, որ անվտանգության համակարգերի առումով դա ըստ էության աննախադեպ նախաձեռնություն է, երբ փորձ է արվում գտնել միջամտելու ներքին գործընթացներին միջամտելու մեխանիզմ։ Ձեր կարծիքով ինչն է դրա տակ քաղաքական շարժառիթը։ Շատերը դա պայմանավորում են նրանով, որ Ռուսաստանում կրկին իշխանության է վերադառնում Պուտինը իր այսպես հետխորհրդային կոշտ քաղաքականության մոտեցումներով եւ դրանով պայմանավորում է նաեւ ՀԱՊԿ ներսում այդ նախաձեռնությունը։ Արդյոք համամիտ եք, թե այլ շարժառիթ եք այստեղ տեսնում։ Ну, առաջի հերթին, այո, դա Ռուսաստանի նախաձեռնությունն է, ու հասկանալի պատճառներով Ռուսաստանը ուզում է ամրապնդել կամ ուժեղացնել իր ազդեցությունը նախկին սովետական տարածքում, հետխորհրդային տարածքում ու ձևեր է գտնում։
ու ես կարծում եմ ինչ որ չափով անհաջող ձևեր է գտնում, կասկած չունեմ, որ նույն Ղազախստանը կտրականապես դեմ կլինի այս ձևի փոփոխությունների։ Կասկած չունեմ։ Ուզում եմ ասել, որ այո, կարող է գլխավոր իմպուլսը հիմա գալիս է Ռուսաստանից, բայց այդտեղ մենք պետք է մեկ բան հասկանանք։ Ի վերջո Ռուսաստանը մեր պարտներն է, այո, պետք է բացատրենք, որ այդ մեխանիզմը անընդունելի է, այո, հենց Հայաստանի իշխանությունները պարտավոր են ուղղակի։ Բացի դրանից, ես չեմ ուզում, որ մենք շատ գերագնահատենք այդ ինստիտուտը։ Դա պետք է, ՀԱՊԿ-ը Հայաստանին պետք է, ապահովում է ինչ որ չափով մեր անվտանգությունը, բայց պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ի հետ մենք ընդհանուր սահման չունենք։ Ուրեմն ՀԱՊԿ-ի հնարավորությունը մեզ օգնել, եթե դրսի ագրեսիա լինի, բավական սահմանափակ է, հասկանանք, միայն օդով կարող են մեզ օգնել, եւ այլ եւ այլ։ Մենք պետք է դա հասկանանք, մենք կղզի ենք այդ պայմանագրում, բայց պայմանագիրը իրոք պետք է, լավ է, որ Հայաստանը աշխատում է, քանի որ ինչ որ արտոնություններ մեզ տալիս է, գիտեք, մենք այն երկրները, որոնք այդ պայմանագրի անդամ են, կարող են Ռուսաստանից գնել զենք ու զինամթերք, արտոնյալ, ավելի ցածր գներով եւ այլ, դա շատ իմ կարծիքով դրական է, բայց պետք է հասկանանք նաեւ այդ պայմանագրի թերությունները։ Բացի դրանից, անցած տարի շատ հետաքրքիր կոնֆերանս են ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվել Հայաստանում։ Նաև այդ թվում բոլոր այդ 7 երկրների պաշտոնական ներկայացուցիչներին։ Ու այնտեղ, երբ որ հարց բարձրացրեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, որ եթե լինի ագրեսիա Ադրբեջանի կողմից, այդպես շատ լավ հարցադրում էր։ Դուք կօգնեք թե ոչ։ Ոչ։ Արձագանքը ֆանտաստիկ էր։ Ինձ համար զարմանալի չէր, որ կենտրոնական Ասիայի երկրները խուսափեցին հստակ պատասխանից, ասեցին եւ այլ, ինչ որ բացատրությունը բերեցին։ Բայց որ Բելարուսը ասեց ու Ռուսաստանը, որ կտրուկ հարցը դրեցին, այո, այդ դեպքում մենք չենք միջամտելու ակտիվ։ Այդ դեպքում ինչի համար է մեզ պետք այդ պայմանագիրը։ Ուրեմն նայեք, փորձ է արվում վերաձևել այդ պայմանագիրը, տանել ուրիշ դաշտ, ու մենք այո, բոլորս պետք է պայքարենք, որ դա չկատարվի։ Այդ պայմանագիրը մենակ մեկ բանի համար է, եթե դրսից ագրեսիա լինի, մեզ օգնեն։ Մեզ պետք չի օգնել ներքին քաղաքականության հարցերով։ Թույլ տվեք ստեղ չհամաձայնվել ձեզ հետ։ Ես ինքս նայել եմ այդ հաղորդումը եւ այո, մեկից եղավ ոչը, եւ այդ ոչը շատ բացատրելի էր մի բանով։ Մենք բոլորս, այդ ու նաեւ Ադրբեջանը, այսօր անկախ ամեն ինչից մնում է միության սահմաններում։ Որ միության, պարոն Եղեզարյան։ Ոչ, այսօր դեռ պահպանվել է SNG կոչվածը, ոչ մեկը օրենքից դուրս չի դրել։ Եվ չի կարող այս միավորումը, այս պայմանագրի շրջանակներում մի երկիրը մի ուրիշ անդամ երկրի հանդեպ ագրեսիա իրականացնել, դա կլինի ուղիղ ագրեսիա կամ միջամտություն նրա ներքին գործել։ Այսինքն Ռուսաստանը չի կարող Վրաստանի հետ մի բան կրվեցին, չէ, պատերազմեցին։ Ասեմ ձեզ։ Ուրեմն ասեմ ձեզ, Վրաստանի եւ Ռուսաստանի մեջ պատերազմը, եթե հիշում եք, եղավ այն բանից հետո, երբ Սաակաշվիլին ասաց, որ իրենք դուրս են գալիս միությունից։ Պարոն Եղեզարյան, հիմա եթե Ադրբեջանը անդամ է, ուրեմն Ռուսաստանը մեզ չի պաշտպանելու Ադրբեջանի։ Ադրբեջանից ոչ։ Բայց Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ։ Մենք ինքներս պետք է։ Բայց Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ։ Անդամ չի, եւ ՀԱՊԿ-ում նշված չի, որ ԱՊՀ երկրներից մենք ձեզ չենք պաշտպանել։ Նշված է, որ ԱՊՀ երկրներից ձեզ չենք պաշտպանել։ Ուղիղ նշված է, որ այդ նման կոնֆլիկտները պետք է ուրեմն գնան բանակցային ճանապարհով, հարթեցման եւ այլն, ռազմական միջամտություն չկա նման դեպքերում։ Բայց ինչի է պետք այդ դեպքում, եթե դուք Հայաստանից նայեք դեպի արևմուտք, այսինքն միայն Թուրքիայից է պաշտպանելու։ Ճիշտ ասած, եթե մեկից կա ընդհանրապես եւ ապագայում խնդիր, որ պետք է պաշտպանվենք, իմ կարծիքով դա Թուրքիան է։ Ուղիղ։ Ուղղակի խնդրում եմ, տեսեք թե պարբերաբար ինչեր է իրեն թույլ տալիս Էրդողանը Հայաստանի հանդեպ։ Հաստորեն ՀԱՊԿ-ն մեզ ընդհանրապես Թուրքիայի դեմ է։ Ես ուզում ասել, որ ասենք ԱՊ շրջանակներում 11 երկիր է, ՀԱՊԿ-ում 7 երկիրը, այդ տարբեր ֆունկցիաները, ես կասեի այդպես, տարբեր արագության ինտեգրացիոն process-ներ են։
այո, էֆեկտիվ չեն այդ ինստիտուտները, բայց այնուամենայնիվ տարբեր են այդ ինստիտուտները, Վրաստանը դուրս եկավ 11 երկիր մնաց, ՀԱՊԿ-ի շրջանակներում չի շոշափվում SNG-ի խնդիրը։ ՀԱՊԿ-ի շրջանակներում իրոք խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր կոնֆլիկտների խնդիրը, բայց ես նույնիսկ Ադրբեջանի մասին չեմ խոսում հիմա։ Ցանկացած այլ երկիր դրսից, որը կհարցակվի ՀԱՊԿ-ի անդամ երկրին, պետք է արժանանա հստակ պատասխանի այդ երկրի կողմից։ Օրինակ, ասենք, Տաջիկստանը վերցնում ենք, Տաջիկստանի դեմ ինչ որ երկիր, ասենք, ագրեսիա է կատարում։ Բարձր այդ երկրները պետք է պաշտպանեն։ Տարբեր ձևերով, չեմ ասում անպայման զենքով, զինամթերքով, կարող են քաղաքական աջակցություն տալ, բայց ինձ զարմացրեց անցած տարվա այդ կարևոր կոնֆերանսը, ինչով, որ նույնիսկ քաղաքական քննարկման ժամանակ մենք չստացանք համապատասխան, օրինակ Բելարուսը։ Գիտեք, Բելարուսի ներկայացուցիչը ինչով էր բացատրում, որ իրանք չեն կարող Ադրբեջանի դեմ դուրս գալ։ Իրանք ասում են, Ադրբեջանը այսօր մեզ ծախում է գազ ու նավթ, ապահովում է մեր անկախությունը Ռուսաստանի ճնշումից, ուրեմն Ադրբեջանը այսօր մեզ համար ավելի մոտ բարեկամ է, քան ուրեմն ես ուզում եմ ասել, որ այս պայմանագրի շրջանակներում դեր process-ը կայացման այդ պայմանագրի շարունակվում է, գնում է այդ process-ը։ ՆԱՏՕ-ն էլ իդեալական չի, չէ՞, լուրջ կազմակերպություն, բայց իդեալական չէ, այնտեղ էլ նյուանսներ են լինում։ Այս վերջի ժամանակներս գիտեք, Բալտյան երկրները դժգոհ են ինչ-ինչ քաղաքականությունից ՆԱՏՕ-ի Ռուսաստանի հետ, ասենք Բալտյան երկրների դիրքորոշումը Ռուսաստանի դեմ ավելի կոշտ է, քան ընդհանուր ՆԱՏՕ-ին։ Իրանք դժգոհություն էին արտահայտում, բայց ես կասկած չունեմ, որ եթե Բալտյան երկրներին ինչ-որ բան սպառնա, ՆԱՏՕ-ն միահամուռ կաջակցի։ Այ դեր ՀԱՊԿ-ը դրան չհասե, դա էլ հասկանալի է, ՀԱՊԿ-ը ունի 10 տարվա, 12 տարվա պատմություն, ու ռեալ 96 թվից սկսեց ռեալ աշխատել այդ պայմանագիրը, երբ որ վավերացրեցին 3։ Բայց եթե արդեն ներքին խնդիրների մասին է խոսքը գնում, արդյոք չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը մի փոքր շեղվում է։ Այո, շեղվում է։ Ես ավելին ասեմ, ես ուրիշ օրինակը բերեմ, որ իմ կարծիքով ՀԱՊԿ-ը շեղվեց իր ֆունկցիայից։ Անցած տարի ստորագրվեց շատ լուրջ մեզ համար պայմանագիր ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Բոլոր երկրները համաձայնվեցին, ոչ, առանց համաձայնության բոլոր 7 երկրների ոչ մի երկիր իրավունք չունի այլ երկրների ռազմակայանը տեղադրել այդ երկրում։ Ես կարծում եմ մեզ համար դա իր մեջ պարունակում է վտանգներ։ Ինչով։ Բացատրեմ։ Պատկերացրեք, որ Ռուսաստանի քաղաքականությունը փոխվեց։ Բարեբախտաբար հիմա շատ լավ են հարաբերությունները, բայց փոխվեց։ Մենք հիշում ենք 20-ական թվականները անցած դարի, երբ որ բոլշևիկները եկան ու ինչ որ ժամանակ կտրուկ պրոթուրքական քաղաքականություն էին վարում։ Պատկերացնում եք, փոխվեց։ Կարճ ժամանակում, ասենք 5 տարով փոխվեց քաղաքականությունը։ Ռուսաստանը դուրս է բերում իր ռազմական բազան Հայաստանից, ասում է, քանի որ ես թուրքերի հետ հիմա լավ եմ, թուրքերը ձեզ չեն ձեռտա, դուրս է բերում, բայց մենք առանց Ռուսաստանի իրավունք չունենք այլ երկրի ռազմակայան տեղադրել ներ երկրում։ Բարձրապես դուրս կգանք ՀԱՊԿ-ից։ Այդ վտանգը կա։ Ես դա ինչի եմ ասում, որ այո, ՀԱՊԿ կա, պետք է աշխատենք, բայց զգուշ լինենք, իրոք այդ նորությունները, որոնք փորձ է արվում մտցնել, այդ նորությունները պետք է ուսումնասիրենք նոր, հասկանալի է, Ռուսաստանը մեր պարտներն է, լուրջ ռազմավարական պարտներ է, բայց այդ փաստաթղթերը պետք է ես երբ որ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ էի, ու մենք այդ բոլոր պայմանագրերը պատրաստում ենք, ես հիշում եմ, Ռուսաստանը առաջարկեց մեզ 96 թե 7 թիվներ այդպես կոչված միջուկային զոնտիկը, որ մենք նշենք պայմանագրում, որ դա լինի ռուսական։ Բայց մենք ասեցինք, ես հիշում եմ բոլոր երկրները, ոչ միայն Հայաստանը, Ղազախստանը, մենք ասեցինք, բայց սառը պատերազմը ավարտվեց։ Ինչի՞ մենք պետք է նշենք, որ այդ զոտիկի տակ են, այլ ոչ թե այդ։ Ու Ռուսաստանը համաձայնվեց։ Հիմա գիտեք, այս ձևի անհեթեթ, ասենք, փոփոխությունները, եթե վաղը էլի նորը բերեն, պետք է համապատասխան պատասխաններ տան դրան։ Քանի որ մեր շահը անընդհատ, մենք չպետք է մտածենք, որ գիտեք, այդ հավերժ բարեկամությունը։ Շատ լավ կլինի, եթե հավերժ լինի, բայց փորձը ցույց է տալիս, որ ստրատեգիկ մեծ երկրների շահերը փոփոխական են։ Ասենք կարող է այսօր ակցենտը դնեն Հայաստանի վրա, վաղը փոխեն Ադրբեջանի հետ կապված եւ այլ։ Ուրեմն մենք պետք է դա հաշվի առնենք։ Պարոն Եղազարյան, Հայաստանի քաղաքական դաշտը մի տեսակ շատ լուր արձագանքեց Բորզյուժայի այդ հայտարարությանը, քննարկման այդ հեռանկարին,
կարևորություն կարծես թե չտրվեց։ Պատճառը ձեր կարծիքով հենց այնա, որ քաղաքական ամբողջ դաշտը այդպես է կարծում, ինչպես դուք, որ հերանեկար չունեցող նախաձեռնություն է դա, թե քաղաքական դաշտում այդուհանդերձ զգուշավորություն կա, որ հանկարծ այսպիսի մի բան չասենք, որը Ռուսաստանին կարող է դուր չգալ։ Հիմա ձեր խոնարհ ծառան մի մարդ է, որը բաց նամակ էր ստորագրել ուղղված ընտրություններին Ռուսաստանի, որպեսզի մեր հայրենակիցները քվեարկեն Պուտինի օգտին։ Եվ այդ թվում նաև ամբողջ ընդդիմադիր դաշտը հարձակվեց սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վրա, թե ինչպես ենք մենք նման բան թույլ տվել, ինչպես կարելի էր Ռուսաստանում բռնապետությունը հաստատվում, իսկ մենք ողջունում ենք բռնապետին։ Ուրեմն իրենց քթի տակ բռնապետին չեն տեսնում։ Ռուսաստանը որոշել են, որ Պուտինը բռնապետ է։ Նախ ասեմ, որ ասում եք, թե ինչու չարձագանքեց։ Տեսնում եք, մի նամակի դեպքում անմիջապես արձագանքը եղավ, անմիջապես, վարքան չտևեց։ Իսկ նման լրջագույն, ես սա լրջագույն բան եմ համարում, որտեղ Բորջուժան չէր կարող առանց մեր իշխանությունների հետ որոշակի համաձայնության գալու խոսալ նման կետի մասին, որ գիտեք, մենք հիմա ցանկում ենք բանաձևել, որ այսպիսի մի խնդիր կա լուծելու։ Այսինքն, ինչպես եք պատկերացնում, նա չի պայմանավորվել Հայաստանի իշխանությունների հետ նման հայտարարություն անում, երբեք։ Այսինքն կա նախապես որոշակի արդեն գործընթացները գնացել են։ Չեմ որ նա միջև Երևան գալն էր այդ մասին հայտարարել։ Ուրեմն նախապես խոսացել են, պայմանավորվել են, որտեղ գիտեք, ժողովրդի կողմից չընտրված իշխանությունը միշտ օգնության կարիք ունի, միշտ։ Եվ այդ որպես կանոն այդ իշխանությունն էլ միջևերջ չի հավատում նույնիսկ իր կողքի կանգնած մարդկանց։ Այ որոշում է, որ ուրիշ ձյաձյակը գա եւ իրեն կօգնի։ Ես օրինակ կարող եմ հասկանալ, թե Հայաստանի իշխանությունները ինչու կգնան այդ քայլը։ Դուք ասում եք շատ լուրջ նախաձեռնություն, ինչու է լռում քաղաքական դաշտը։ Ինչու չկա ահազանգ, որ Հայաստանի իշխանությունը։ Ես ես ասեմ, այ ձեզ օրինակը բերեցի, ես այն մարդն եմ, որ ողջունել եմ Պուտինին, շնորհել եմ Պուտինին, հիմա էլ եմ շնորհում Վլադիմիր Պուտինին ընտրությամբ, գեղեցիկ ընտրություններով, այդպեսի պետք է լինեն ընտրությունները իրոք։ Տեսախցիկների տակ, որ արցունքներով, քամիով, արցունքներով շոուի բոլոր։ Դե գիտեք, ասենք այն Վլադիմիր Պուտինի պես հզոր տղամարդը կամային բոլոր հատկությունները ոչտված տղամարդը, որ հուզվել է, նույնիսկ կարելի է դրա համար իրեն ասել, որ ապրես, որ նման մարդ ես, որ դեռ հուզվում ես։ Ես ինչ որ տեսնում եմ, որ այստեղ մի ամբողջ ազգ է կոտորում, սրանցից ոչ մեկը չի ուզվում։ Ուզում է սառը քամի լինի, ուզում է տաք քամի լինի, աշտերից արտացոլք չի գալիս։ Չորս կողմը լքված սոված մարդիկ են։ Հիմա ինչու լրեց քաղաքական դաշտը։ Ինչու է լրում քաղաքական դաշտը։ Միգուցե քաղաքական դաշտը այդ հայտարարությունը լուրջ չի ընդունել։ Ուրիշ մեկնաբանություն չունեմ։ Իսկ ձեզ ասեցի, բայց կարծում եք, որ պետք է իսկապես լուրջ ընդունել։ Գիտեք ինչ, սա շատ լուրջ հարց է, այո, նույնիսկ եթե վաղը մենք լինենք իշխանություն, այն ժամանակ էլ ես կլինեմ այս խնդրին ընդդիմախոս։ Որտեղ չի կարելի դրսից միջամտությամբ պահել տեղի չընտրված մարդուն։ Դա արդեն դրա օրինակներ ունենք, ամբողջ Աֆրիկան, ամբողջ Հարավային Ամերիկան, իրենց պատմական ողջ ընթացքում մեկ նման բռնապետներով են ցամված եղել։ Հիմա նման եթե վիրտուալ պատկերացնենք, որ այդ օրենք ընդունվեց, որ կարող են ուժերը մտնել եւ ցանկացած դեպքում կանխել, չէ՞ որ ես կարող եմ ասել, թե հասարակական կարգը խախտվեց, ես էլ եկա, հա՞։ Դրսից եկա։ Ուրեմն ցանկացած մարդու կարելի է այստեղ մի քանի տասնյակ տարի, մի 20 տարի պահել շատ հանգիստ։ Եվ չի լինի այն քաղաքացին, որը դուրս կգա փողոց ու կասի չեմ ուզում սրան, սա պետք է գնա իրաց տուն։
Շատ լավ, պարոն Եղազարյան, եւ պարոն Գրիգորյան, մեր ժամանակը սպառում է վերջին հարցը, ուզում եմ ձեզ ուղղել մի քիչ ավելի ընդհանրական հարց։ Հայաստանի իշխանությունը վերջին շրջանում բավական ակտիվացրել է հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը Եվրամիությանն ուղղված քաղաքական կուրս է որդեգրել եւ իր ապագան տեսնում է Եվրամիության հետ շրջանակում։ Ինչ է կարծում ռազմավարական իմաստով, հեռանկարային իմաստով, Հայաստանի առաջ երբևէ կարող է կանգնել նաեւ անվտանգության համակարգերի հետ համագործակցությանը վերանայելու խնդիրը այն իմաստով, որ դժվար է պատկերացնել տնտեսական, քաղաքական, այսպես հասարակական առումով Եվրամիության շրջանակում եւ անվտանգության առումով գտնվել այլ քաղաքական հարթության վրա, ասենք խորհրդառուսական համակարգում, այսպես ասենք։ Ну, ես կարծում եմ, որ գոնե այս մեր ժամանակահատվածում մեկ համակարգի վրա հենվելը, սխալ է։ Անհրաժեշտ է աշխատել տարբեր անվտանգության համակարգերի հետ, քանի որ բավական բարդ տարածաշրջան է, խաչվում են շահեր եւ այլ, ու մեր փորձը պատմական ցույց տվեց, որ երբ որ մեր տարածաշրջանում իշխում է մեկ ուժ, միշտ հայ ժողովուրդը ունեցել է կորուստներ։ Նշանակություն չունի ով է իշխում։ Ուրեմն մեծ ձեռնտու է իմ կարծիքով, որ մի քանի ուժեր ստեղ լինեն ու մենք կարողանանք մանևրել։ Մենք չունենք նավթ, գազ, չունենք գործոններ, որով կարող ենք առնել իրանց ձայները կամ իրանց դրական վերաբերմունքը։ Նայեք, շատ լավ է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ աշխատում է։ Շատ լավ է, որ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ ենք։ Շատ լավ է, որ Ռուսաստանի հետ երկկողմ ռազմական համագործակցություն ունենք, Միացյալ Նահանգների հետ էլ երկկողմ ռազմական համագործակցություն ունենք, փոքր է այդ համագործակցությունը, բայց իմ կարծիքով կականապես շատ կարևոր է։ Ուրեմն մենք ամեն ինչ պետք է անենք, որ շատ երկրներ ու շատ կազմակերպություն ստեղ աշխատեն։ Ու այս process-ի ժամանակ ի վերջո ինչ որ ժամանակ հետո պարզ կդառնա վերջնակետը, որը պետք է լինի։ Այդ տեսանկյունից Եվրամիությունը ես կասեի ոչ թե ապահովելու է մեր այդ համագործակցությունը, մեր ռազմաքաղաքական անվտանգությունը, Եվրամիությունը կապահովի մեր տնտեսական, էներգետիկ, հումանիտար հարցերում մեր անվտանգությունը։ Ուրեմն դա անհրաժեշտ է ու Եվրամիության հետ այո, սերտ կապը շատ կարևոր է։ Այդ միգրացիոն այլ process-ներ, որոնք վտանգավոր են, եթե մենք կարգավորենք հարաբերությունները, այդպես չի լինի, որ մարդը գնա, փախչի ստեղից գնա եւ այլ եւ այլ։ Ինչ եմ ուզում ասել, որ շատ կարևոր է հասկանալ, որ բոլոր այդ սուբյեկտների հետ պետք է աշխատես։ Ռուսաստանը պետք է իմանա, որ մենք ինչ որ չափով ունենք այլ ընտրանք։ Այո, մենք Ռուսաստանին լավ ենք եւ այլ։ Նույնը ինչու ես ասում եմ միշտ ու հիմա էլ ասում եմ, ամեն ինչ պետք է արվի, որ ի վերջո հայ-թուրքական հարաբերությունը բարելավեն։ Այո, դժվար է Թուրքիայի հետ աշխատել, ահավոր դժվար է, բայց այնուամենայնիվ ինչու, որ մեր հարևանները լավ վատ իմանան, որ մենք ունենք այլ ընտրանք։ Շատ լավ, դա արդեն իհարկե այլ խոսակցության թեմա է։ Շնորհակալություն մեր զրույցին մասնակցելու համար եւ հրավերն ընդունելու համար։ Բարեկամներ, մեր ժամանակը սպառվեց, կհանդիպենք։